Ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է զորակոչի խնդիրների լուծմանն ուղղված նոր օրինագիծ։ Պատգամավորի փոխանցմամբ երկրում առկա է զորակոչի լրջագույն ճգնաժամ, քանի որ 2025 թվականին բանակ է զորակոչվել դրան ենթակա երիտասարդների միայն 35%-ը, իսկ շատերը պարզապես հրաժարվել են քաղաքացիությունից։ Հայկ Սարգսյանն առաջարկում է ներդնել վճարովի համակարգ, որը հնարավորություն կտա թե բյուջե միջոցներ հավաքագրել, թե կրճատել ծառայությունից խուսափողների թիվը։ Ազգային ժողովը 57 դեմ ձայնով չի ընդգրկել նախագիծը նստաշրջանի օրակարգում, առաջնորդվելով գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությամբ, ինչի պատճառով վեճ էր ծագել ՔՊԱ-կան երկու պատգամավորների՝ Հայկ Սարգսյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Քվեարկությունից հետո Հայկ Սարգսյանը հույս է հայտնել, որ ի վերջո կհաջողվի ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար։ Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։ Այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 միլիոն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջև, ամեն մեկին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։ Առաջարկում եմ նաեւ տալ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1.5 տարի ծառայողները կստանան 1.5-ից 3 միլիոն դրամ։ Այս մեխանիզմը մեզ թույլ կտա. Առաջին, Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավել հետախուզվող տղաների։ Երկրորդ, ամեն տարի ծառայության կբերենք գումար ծախսելով բանակից խուսափող հազարավոր քաղաքացիների։ Եվ երրորդ, ծառայությունը կդարձնենք գրավիչ եւ եկամտաբեր։ Գումարները կհոսեն ոչ թե Հայաստանից դուրս կամ կոռուպցիաներների գրպանները, այլ կտրամադրվեն ծառայող զինվորներին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը կարծում է, որ Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է համատեղ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այնտեղ պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Նա հիշեցրել է, որ իրենք պարբերաբար պահանջում են Եվրոպական հանձնաժողովից զբաղվելու այս հարցով, Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրել։ Մանավանդ որ Բրյուսելն ունի այդ լծակները, որոնք կարող է կիրառել ապահովելու համար հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն։ Մենք նաև այդ արշավը համակարգում ենք Հայաստանի կառավարության հետ, որովհետև տեսնում ենք, որ սա նաև կառավարության համար մտահոգության մեծ առարկա է եւ փորձում ենք համատեղ ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա, ասել է Լեքսմանը։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկած դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստի ընթացքում ընտրվել է կառույցի վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին Վարդապետյանը Սինգապուրում կայացած դատախազների ասոցիացիայի գլխավոր ժողովում ընտրվել էր կազմակերպության վարչական մարմնի գործադիր կոմիտեի անդամ։ Նիստի շրջանակում Աննա Վարդապետյանը հանդիպել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յին Գյոնգին և դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյ Դոնային։ Նախօրեին Մրգաշենում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է, հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։ Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին գյուղի ատամնաբույժ 3 անչափահաս երեխաների հայր Արթուր Ավագյանին սպանելու դիտավորությամբ դանակներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կայացվել է ձերբակալման որոշում։ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պատճառով Հռոմի Պապ Լևոն 14-րդի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև բռնկված հեռակա սուր բանավեճին արձագանքել է Իտալիայի վարչապետը։ Հռոմի Պապն Իրանի դեմ պատերազմն անվանել էր անընդունելի խելագարություն։ Լևոն 14-րդը մասնավորապես դատապարտել էր Թրամփի այն սպառնալիքը, որ եթե Իրանը համաձայնություն չկնքի, ամբողջ քաղաքակրթությունը կոչնչացվի մեկ գիշերվա ընթացքում։ Պապը կոչ էր արել Թրամփին գտնել ելք դեպի խաղաղություն երկխոսության միջոցով։ Թրամփն արձագանքել էր շատ կոշտ, Truth Social-ում գրելով, որ Պապը թույլ է հանցագործության դեմ եւ սարսափելի է արտաքին քաղաքականության մեջ։ Նա նույնիսկ ասել էր, թե չի ուզում այնպիսի Պապ, որը կարծում է, թե Իրանը կարող է միջուկային զենք ունենալ։ Թրամփը նաեւ հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր, որտեղ ինքը պատկերված է որպես Հիսուս Քրիստոս։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հանդիմանել է Թրամփին, հայտարարելով, որ նախագահի խոսքերը Հռոմի Պապի հասցեին անընդունելի են։ Նա ընդգծել է, որ Պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է եւ բացարձակ
բացարձակապես ճիշտ ու նորմալ է, որ նա կոչ է անում խաղաղություն եւ դատապարտում է ցանկացած պատերազմ։ Պապն ինքը պատասխանել է հանգիստ, բայց վճռական, ասելով, որ չի վախենում Թրամփի վարչակազմից եւ կշարունակի բարձրաձայն հակազդել պատերազմին։ Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 6 հնարավորից վաստակել են 5-ական միավոր եւ այժմ բաժանում են 2-ից 17-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը իսլանդացի Վիգնիր Ստեֆանսոնն է 5.5 միավորով։ Առաջնության ավարտին մնացել է 5 խաղափուլ։